Աշխարհի տարբեր երկրներից 250 սփյուռքահայ մշակութային գործիչներ Հայաստանում են ներկայացնելու իրենց փորձը, գաղափարներն ու ստեղծագործական մոտեցումները։ Երևանում մեկնարկել է հայ մշակույթի եւ արվեստի միջազգային համակարգման խորհրդի եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կազմակերպած հայ արվեստի եւ մշակույթի երկօրյա համաժողովը։ Միտված է նրան, որպեսզի կարողանանք ամրապնդել եւ որակապես բարելավել մշակույթը ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Սփյուռքյան մեր համայնքներում։ Մշակույթը մեր ինքնության ամենաազդեցիկ տարրերից մեկն է, այն միավորում է անկախ աշխարհագրությունից, ընդգծում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Մշակութային գործունեությունը ոչ միայն չի մարում Սփյուռքում, այլ ընդհակառակը մշակույթի շուրջն են համախմբվում Սփյուռքի լայն շրջանակներ, նաև ասենք այն շրջանակներ, օրինակ նոր, այսպես կոչված նոր Սփյուռքը։ Համաժողովի նպատակն է ստեղծել նոր կամուրջներ հայաստանցի եւ սփյուռքահայ արվեստագետների միջև, աջակցել համատեղ ծրագրերի իրականացմանը, Սփյուռքի մասնագետների ներգրավել մշակութային քաղաքականության մեջ եւ հայկական մշակույթն ու արվեստը համատեղ ներկայացնել միջազգային հարթակներում։ Հայաստան, Սփյուռք շերտավորումը, ասենք թե Եվրոպա բնակ հայ, Ռուսաստանաբնակ եւ այլն։ Ես ավելի շատ կցանկանայի, որ լիներ անկախ ամենից լիներ այսպես մեկ ազգ, անկախ նրանից ով որտեղ է ապրում եւ լիներ փոխըմբռնում, լիներ համապատասխան ձևով նաեւ փոխգործակցում։ Շատ տարիների ընթացքում Սփյուռքն է օգնել Հայաստանում, բայց ես սովորությամբ իմ կարծիքով, որ Սփյուռքին մենք պետք է աջակցենք հակառակ, որ կարողանանք Սփյուռքը միացնենք եւ մոտիկացնենք ինչքան կարանք Հայաստանին։ Եվ դա այդ մի միջոցն է, ամենակարևոր միջոցներից մեկը մշակույթն է։ Մշակույթն ու արվեստը սահմաններ չունեն, իսկ հայ մշակույթը համաշխարհային ժառանգության մաս է, ընդգծում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը։ Ժառանգություն ասելով մենք նկատի ունենք նաեւ ամեն օրը, այսօրը, որովհետեւ այդ արվեստն ու մշակույթը այսօր էլ շարունակում է ստեղծվել եւ այսօր էլ մենք ունենք վստահաբար մեծանուն արվեստագետներ, ստեղծագործողներ, երիտասարդներ, որոնցով իրավամբ կարող ենք հպարտանալ։ Ու հետևաբար մեր առաքելությունն ու հանձնառությունն է այս տաղանդավոր մարդկանց հավաքել մի հարթակում, միասին խոսելու եւ քննարկելու հնարավորություններ ստեղծել, որոնցից անպայման ստեղծվում են նոր եւ լավ գաղափարներ, նոր ծրագրեր։ Մշակույթը պետք է լինի ինքնաբավ եւ պետության հանձնառությունն է ստեղծագործողին ապահովելու համապատասխան միջավայրով։ Օրինակը Արնո Բաբաջանյան համերգասրահն է, որտեղ անցկացվում է համաժողովը։ Այն վերջին տարիներին նորոգվել եւ հագեցվել է նոր գույքով եւ տեխնիկայով։ Մշակույթին պետք չէ նայել խեղճացած եւ կռացած դիրքից, ինչպես տևական ժամանակ սովորենք եղել վերաբերել։ Մշակույթը մեր երկրի հանրային եւ տնտեսական զարգացման կարևորագույն ճյուղ է։ Եվ ես վստահ եմ, որ այդ ներդրումը կարող է տարեցտալի էլ ավելի մեծ լինել, որովհետեւ յուրաքանչյուր ջանք այդ ուղղությամբ խրախուսվում է եւ ոլորտում ներդրվող մեր տարբեր ինստիտուցիոնալ բարեփոխումները, ֆինանսավորման նոր մոդելները ուղղված են հենց այդ ինքնաբավության ապահովմանը։ Երկօրյա համաժողովին կլինեն նաև պանելային քննարկումներ, թեմատիկ աշխատաժողովներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ։ Ուրեր Մկրտչյան, Մհեր Կիրակոսյան, Ուրեր։